Առավոտյան տասնյակ քաղաքացիներ, կամավորներ ու պաշտոնյաներ Հրազդանի կիրճում են շաբաթօրյակին մասնակցելու համար։ Մասնակիցները ոչ միայն հավաքում են աղբը, այլև տեղում տեսակավորում են այն, առանձնացնելով պլաստիկն ու այլ թափոնները։ Նպատակը հնարավորինս նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի քանակը եւ ձևավորել ավելի պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։ Միջոցառմանը մասնակցում է նաև Երևանի քաղաքապետը, ով իր խոսքում ընդգծում է նման նախաձեռնությունների կարևորությունն ու դրանց շարունակականության անհրաժեշտությունը։ Հուսով եմ, որ գալու է այն օրը, որ մենք այս տեսակ շաբաթօրյակների կարիք չենք ունենալու, բայց քանի դեռ մեր վարքաբանական կանոնների մեջ շատ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել աղբի թափման տեսանկյունից, այսինքն մենք շարունակում ենք թափել աղբը ամենուր եւ ամենտեղ, մենք դեռևս նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ենք, որով որ հիշեցնելու ենք, որ սիրելի երևանցիներ, այս աղբը գեներացնում ենք հենց մենք եւ ուղղակի կարծում եմ ժամանակն է եկել մտածելու այն մասին, որ միգուցե դա չանենք։ Շաբաթօրյակի ընթացքում քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնում այն քաղաքացիներին, ովքեր ակտիվ քաղաքացի հավելվածի միջոցով բարձրաձայնել են քաղաքային խնդիրները եւ իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել այս գործընթացում։ Իսկ պարգևատրվածներն էլ իրենց հերթին հորդորում են մյուսներին չսպասել նման ակցիաների, այլ ամեն օր պահպանել քաղաքի մաքրությունը։ Իմ հորդորը, որ ամեն մեկը լինի ակտիվ կամ գոնե լինի հետևողական, իր հետևից չթափի, չկեղտոտի եւ չլինի անտարբերությունը ինձ թվում ամենավատ բանն է։ Իմ համար շատ մեծ նշանակություն ունի եւ ես բոլորին հորդորում եմ, որ իրենք լինեն շատ ակտիվ, եթե բոլորս լինենք ակտիվ, մենք էլ մեր լուման կունենանք մեր քաղաքի բարգավաճման մեջ։ Քաղաքապետը անդրադառնում է նաև մեկ այլ կարևոր քաղաքային խնդրի՝ հանրային տրանսպորտի ուղևորների թերհավաքագրմանը։ Օրական միջինում հավաքագրվող 37 միլիոն դրամը, որը ուղղվում էր մեր հանրային տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը եւ տրանսպորտի հետ կապված այլ խնդիրների լուծմանը, օրական 37 միլիոն դրամը դարձել է մոտավորապես միջինացված օրական 65 միլիոն դրամ։ Դեռևս սկզբում ունենք տեխնիկական խնդիրներ եւ հարցեր, բայց գալու էր այն օրը, որ վերահսկողական մեխանիզմների եւ խստացման միջոցով մենք այդ հավաքագրումը իրականացնելու ենք։ Հիմա մենք տեսնում ենք հենց այդ process-ը։ Օրվա երկրորդ հատվածում բնապահպանական նախաձեռնությունները շարունակվում են արդեն քաղաքի մեկ այլ հատվածում։ Դավիթ Անհաղթի այգում իրականացվում է ծառատունկ տարբեր երկրների դեսպանների, դեսպանատան ներկայացուցիչների եւ քաղաքացիների մասնակցությամբ։ Ծառատունկի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը ապրիլի 13-ից մինչև 19 նախատեսում է մայրաքաղաքում 1000 հասուն ծառ տնկել։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության տնօրենը ներկայացնում է, թե այգում ինչ ծառատեսակներ են տնկվել։ Տնկվել են սոսիներ, հացենիներ, ֆոծինյաներ, ձիագազք, կաշտաններ, ես այսպես նայեմ, եղևնիներ, սոճիներ, գիհիներ, երկաթածառ եւ առաջի անգամ այստեղ կիրառել ենք իմ կոնկրետ ամենասիրած ծառը, դրանք լորենիներն են։ Մեկ օրում երկու տարբեր նախաձեռնություն, որոնք ուղղված են նույն նպատակին՝ ձևավորել ավելի մաքուր եւ կանաչ Երևան։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։